Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը կոշտ հայտարարություն է արել քաղաքական հակառակորդների հասցեին, ովքեր քննադատում են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու գաղափարը։ Նրա խոսքով Հայաստանը պետք է գնա խաղաղության եւ ինտեգրման ճանապարհով, այլ ոչ թե մեկուսացման։ Երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ո՞նց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ շփվել։ Ախր 5 րոպե հետո։ Ալեն Սիմոնյանի խոսքով բավականին բնական կլինի, եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև առևտուր սկսվի։ Հայաստանի խորհրդարանի նախագահը հիշեցրեց, որ ամբողջ աշխարհի հայերը առևտուր են անում ադրբեջանցիների հետ։ Օրինակ ֆրանսիացիները եւ անգլիացիները 100 տարի իրար հետ պատերազմելուց հետո իրար հետ հիմա դաշնակից են եւ այլ երկրներ են ռմբակոծում իրենց ինքնաթիռներով։ Ես հավատում եմ, որ մենք շատ տարիներ իրար կողք ապրել ենք, ես հավատում եմ, որ եթե կամք լինի իրենց կողմից, մենք կարողանանք մեր հասարակությունները կապրեն իրար հետ, ասում առևտուր են անելու։ Ժողովուրդ, Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր ա եղել, շրջափակման ժամանակ անուններ չտամ, կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ, չէ, կոնյակով չեն գոյատևում, կոնյակի մասին է խոսքը։ Կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել, վերջ ասեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, այդպես բան ենք, պատ ենք կառուցելու, իրար բարև չտանք։ Վերջերս թե Ալեն Սիմոնյանը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության անհրաժեշտության մասին։ Նրանք միջազգային հարթակներում կրկնում են նույն միտքը՝ նոր պատերազմ չի լինի, եւ Հայաստանը իբր պատրաստ է խաղաղության։ Սակայն Բաքվում նման հայտարարությունները թերհավատություն են առաջացնում։ Ադրբեջանը բազմիցս բախվել է այն բանին, որ Երևանի խոսքերը չեն հաստատվում գործողություններով։ Հարաբերությունների կարգավորման գլխավոր հարցն այն է, թե կհրաժարվի արդյոք Երևանը տարածքային պահանջներից։ Բաքուն պահանջում է Հայաստանի սահմանադրությունից հանել այն դրույթը, որում Ադրբեջանի Ղարաբաղյան շրջանը ներկայացված է որպես հայկական։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հանակվի անցկացնելու պլանները հաստատում է, բայց չի հստակեցնում, արդյոք կհեռացվի սահմանադրությունից ադրբեջանական տարածքների նկատմամբ հավակնություններ ունեցող նույն կետը։